Բարև ձեզ իմ սիրելիներս, ես կրկին ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ երազներով։ Ես փոքրիկիս էի ման գալիս և գիշեր էր և այնպիսի տպավորություն էր, որ պատերազմը նոր էր ավարտվել և ես նրան մի շինության մեջ գտա և գլուխս բարձրացրեցի և տեսա, որ շինությունը դա եկեղեցի էր, մի կողմը սարքված էր, մի կողմը քարեր կային լիք թափված, այնպիսի տպավորություն էր, որ եկեղեցին նոր էին կառուցում և իմ փոքրիկը այդ եկեղեցու մեջ քարերի մեջ նստած էր, նրան գրկեցի և մենք հեռացանք այդտեղից։ Հաջորդ երազիս մեջ նորից փոքրիկիս ես ման էի գալիս և նա նորից գնացել էր այդ եկեղեցին։ Եկեղեցին այս անգամ արդեն պատրաստ էր, նրա մեջ անծայրածիր սենյակներ կային, ես հերթով դռները բացում և իմ փոքրիկին էի ման գալիս։ Սենյակները շատ փոքրիկ էին, կար մի հատ անկողին սպիտակ ծածկոցով ծածկված և Հիսուս Քրիստոսի նկարը, Հիսուսի շորերն էլ էին սպիտակ և մի քանի դուռ այդպես բացեցի և անկողինը սպիտակ և Հիսուսի նկարը նույն նման բոլոր սենյակները և կային մեծ սենյակներ, այնտեղ սպիտակ զգեստներով կանայք հաց էին թխում և այնպիսի տպավորություն էր, որ յուրաքանչյուր սենյակում կար հաց նորից ու սպիտակ ծածկոցով ծածկված էին և քանի որ սպիտակ ծածկոցով ծածկված էր, ես որոշեցի բացել, արդեն գիտեի, որ դա անկողին չէր, որ բացեցի, հացն էր, մենք էլ մեր առօրյայում հաց թխելիս ասում ենք ինձ սիրուն հաց էր, բայց նման հաց ես դեռ չէի տեսել, շատ սպիտակ էր հացն ու իրա վրայի ծաղիկները հավասարաչափ կարմիր, այնպիսի ախորժալի էր, չեք պատկերացնի։ Հետո որ ես իմ երազի մասին խոսեցի Աննա Մարիայի հետ, ես այդ ժամանակ նոր հասկացա, որ այո, եկեղեցին հափշտակության համար պատրաստ է, բոլորի սենյակները պատրաստ են, հացն էլ անկրկնելի հացն էլ պատրաստ էր բոլորիս համար։ Ես մի կարևոր բան եմ մոռացել, որ ավելացնեմ։ Երազիս մեջ, որ ես յուրաքանչյուր սենյակը բացում էի և Հիսուսի նկարը կար անկողն ու վերևը պատին, կար նաև լուսամուտ, փոքրիկ լուսամուտներ կային յուրաքանչյուր սենյակում նկարի կողքին և ես հետո աղոթեցի և ասեցի Աստված ջան, ինչ է նշանակում Հիսուսի նկարի կողքին այդ լուսամուտները և իմ մտքին միանգամից եկավ այն, որ կնունքի ժամանակ Տեր Հայրը կանաչ մեռոնը այդպիսի փոքրիկ լուսամուտի միջից երկու ձեռքով հանեց և քսեց մեր ճակատներին կնունքի ժամանակ և դա արդեն ինձ համար պարզ էր, որ դա հափշտակության երազ էր, հափշտակություն է նշանակում լուսամուտները, քանի որ կանաչ մեռոնը դրոշվում է Հիսուս Քրիստոսի նշանը մեզ վրա։